Հարգելի քաղաքացի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն Պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունվարի 9-ին հրապարակել էր 636 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ցանկ, որոնց հայտարարատուները կարող էին հետ ստանալ վճարված մաքսատուրքի գումարները։ Սակայն սահմանված ժամկետում Պետական եկամուտների կոմիտե դիմում է ներկայացրել 575 հայտարարատու։ Այսինքն, ցանկում ընդգրկված 61 տրանսպորտային միջոցների համար կոմիտե դիմում չի ներկայացվել։ Նման իրավիճակում Պետական եկամուտների կոմիտեն կառավարության համապատասխան որոշման համաձայն ժամանակագրական հերթականությամբ, այսինքն 637-րդ համարից սկսած հրապարակել է 61 տրանսպորտային միջոցների նոր ցանկ։ Այս ցանկում ընդգրկված տրանսպորտային միջոցների հայտարարատուները նույնպես կարող են օգտվել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնությունից։ Համապատասխան ցանկին եւ մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ էկրանին հայտնվող QR-ի միջոցով։ Նշենք, որ հայտարարագրերը ճշգրտելու եւ մաքսատուրքի գումարները հետ ստանալու համար անհրաժեշտ է համապատասխան դիմումներն ուղարկել Սեկրետարիատ շնիկ պետեկամուտներ.am էլեկտրոնային հասցեին մինչև այս տարվա մարտի 31-ը ներառյալ։ Կարևոր է իմանալ, որ դիմում կարող է ներկայացնել միայն հայտարարատուն։ Դիմումում ներկայացված բանկային հաշվեհամարը ևս պետք է պատկանի հայտարարատուին։ Հարգելի քաղաքացի, խնդրում ենք նախքան դիմումն ուղարկելը համոզվել, որ բոլոր տվյալները ճիշտ են լրացված։